Մեր տաղավարում չքնաղ գեղեցկուիներ են, որոնց հետ մի քիչ առաջ հենց նրանց հետ էինք որ խոսում ու կիսվում Երևանի մասով, ես շտապեմ արդեն ներկայացնեմ։ Լյուիզա Ներսիսյանն է մեր տաղավարում, ասվածը մի քիչ բան կլինի, չէ՞ տաղավարում։ Մեր թատրոնում, մեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Երևանում գտնվող թատրոնում։ Եվ իհարկե Լիլիթ Թոխատյան։ Գեղեցկուի Լիլիթ Թոխատյան, շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք ու շնորհավորում ենք մենք ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Բոլորիս եմ շնորհավորում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ես եմ։ Ապրես Լիլիթ ջան։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, սկսում նաև օրը ու հետաքրքիր է։ Այ քիչ առաջ վայելում էինք Արտուր Գրիգորիչի ֆանտաստիկ կատարումը, նաև նրա ստեղծագործությունը։ Հետաքրքիր է ձեզ համար ամենասիրելի երգերից որոնք առանձնացնեք Երևանի մասին։ Եվ ես համոզված եմ, որ ձեր նախընտրությունները տարբեր են, նույնիսկ Երևանի մասին երգերի վերաբերյալ, չէ՞։ Վստահ եմ, որ Լիլիթինը մի քիչ ուրիշ կլինի։ Ինձ թվում է այդ հարցին ավելի ճիշտ Լիլիթը կպատասխանի, որ նախընտրությունները տարբեր են թե ոչ, որովհետև ես փորձում եմ իր նախընտրություններով շարժվել, ցույց տալ, որ հա, իբրև թե նույն մենք նույն վայբի մեջ ենք։ Լավ, իսկ ինչ վերաբերում է երգերին, դե գիտենք, որ բազմաթիվ երգեր են ծնվել Երևան քաղաքի մասին, յուրաքանչյուրը գտնում է իր համար այն ամենաները։ Ես կարող եմ ասել, որ դրանց մեջ ինձ համար առանձնացրել եմ հատուկ, օրինակ, էմոցիա է առաջացնում Թաթա Սիմոնյանի Երևան երգը։ Երևանս։ Գիտես, ես հասկացել եմ, որ երգերը ընդհանրապես ինքը դու որ պահին ինչ էմոցիա որ լսեցիր ու այդ էմոցիան քեզ ինչ որ ձևով ոգևորեց, դրանք դաջվում են քո հիշողության մեջ եւ մնում են դրանք որպես լավագույնները։ Երևի թե ինչ որ մի հետաքրքիր պահի եմ ես այդ Երևանսը լսել, որը դարձել է իմը։ Եվ դրա նման նաև Արտուր Գրիգորիչի երգը։ Ես կարծում եմ, որ շատերը կփաստեն, որ երևի թե մեր բակից հետո ինքը սենց մնաց, որովհետև ինքը դարձել էր սիմվոլ, ոնց որ մեր բակը դա յուրաքանչյուրս մտածում էր, որ մեր թաղը, մեր բակը, այդ հենց դալանից որ ներս ես մտնում, դա քոնն է։ Երևի թե հա, այդպես։ Ամեն դեպս այդ երկուսն են։ Ռուբեն Հախվերդյանի երգերը բնականաբար ինձ շատ դժվար է ասել այս մասին, որովհետև մենք ամեն շաբաթ խաղում ենք Սիրո խոստովանություն Երևան քաղաքի ներկայացումը, որտեղ անդադար Սիրո խոստովանություն ենք անում հենց մեր քաղաքին եւ սկսած Մենուայի որդի Արգիշտիից մինչեւ այսօր եւ մինչեւ ապագա Երևանցի մենք բարձրաձայնում ենք ճշմարտություններ, որոնց միջոցով կարողանում ենք այդ կապը ստեղծել հանդիսատեսի հետ եւ էմոցիոնալ մի հատ կյանք ենք պարգևում այդ 2 ժամը երևանցիներին։ Մյուս անգամ երբ եք կյանք պարգևելու երևանցիներին։ 17-ին։ Ամսի 17-ին։ Այո։ Բաց չթողնենք էլի ամսի 17-ին գանք ձեր Հա, որովհետև շատ ջերմ, շատ հաճելի մթնոլորտում է անցնում եւ ընկնում ենք հիշողությունների գիրկը բնականաբար բոլորով միասին։ Ես դու ինչ կասես։ Նախ ասեմ, որ իմ ամենասիրելի ներկայացումն է կամերային թատրոնում, Սիրո խոստովանությունը։ Փորձում եմ ես ընթացքում երգ առանձնացնել, բայց չեմ կարողանում, որովհետև բոլոր երգերը իրոք այնքան տարբեր էմոցիաներ են տալիս։ Ֆորշի Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք։ Դա կառանձնացնեմ երևի թե։ Շատ սիրուն ստեղծագործություն ամեն։ Եթե երգերը թողնենք մի կողմ, Լիլիթ, խնդրում եմ առանձնացրու այդ դեպքում քո ամենասիրելի վայրը կամ փողոցը Երևանում, որտեղ շատ է սիրում զբոսնել։ Կամ այգին։ Այգիներից հաստատ կառանձնացնեմ Սիրահարների այգին, շատ եմ սիրում ու սիրում եմ, երբ մայրամուտ է ու այնտեղ արևը այնքան սիրուն է խաղում այդ այգում, շատ եմ գնում այնտեղ։ Փողոցներից Սարյան փողոցն եմ շատ սիրում, որովհետև այնքան մտերմիկ ու ջերմ է, երևի թե դրա համար։ Շատ եմ սիրում փոքր ու նեղ փողոցներ, որտեղ սենց իրար վրա են մարդիկ, որովհետև այնքան ջերմություն է այդտեղ գնում օդով, երևի թե հա։ Ի վերջո կարող ենք ասել, որ Երևանը հենց տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, ու յուրաքանչյուրը ունի իր համար, իր սրտի Երևանը, այսինքն այն ջերմանկյունը, որտեղ ինքը կարողացել է սիրահարվել, հիասթափվել, ունենալ տարբեր տեսակի այդ էմոցիաներ։ Այ հենց Երևանի հետ կապված ամենահիշվող պատմությունը ո՞րն է, որ հենց այս բանն էլի այդ գալիս է։ Ուղղակի բոլոր հիշողությունները Երևանի հետ են Ուրիշ մենք չունենք էլի ուրիշ հայրենիք, լավ, այսպես ասեմ, դրա համար ուրիշ տեղ, որտեղ մեծացել ենք։
Չէ, բայց մի բան, որ այսպես հենց բնութագրում է Երևանին։ Օրինակ Երևանի ինչ-որ մի փողոցում Աբովյան, չգիտեմ, Սայաթ-Նովա Խաչմերուկի այս հատվածում, երբ որ ես քայլեցի ու Հրանտը, չգիտեմ, պարոն Թոխատյանը ինչ-որ այսպես մի բան։ Հիմա մի րոպե։ Տես, քանի որ Հրանտը խոսել է հենց Երևան քաղաքի ձայնով, դու տեղյակ ես, չէ՞, այդ տեսանյութից շատ հետաքրքիր ֆիլմ։ Ինձ համար ամբողջ Երևանը Հրանտն է։ Ես արդեն Երևան քաղաքը պատկերացնում եմ իր ձայնով։ Երբ որ ինքը խոսում է, ինձ թվում է ես խոսում եմ Երևանի հետ, Երևանն է խոսում։ Լավ, այսպես ասեմ։ Ու այդ սիրահարվածությունը Երևան քաղաքին երևի թե նաև ասոցացվում է հենց Հրանտի հանդեպ ունեցած սիրով։ Ես այնքան հետաքրքիր է, որ օրինակ ծնողների շնորհիվ երևի թե ունեմ հիշողություններ 70-ականներից, 80-ականներից, 90-ականներից ու այդ ժամանակների Երևանը նույնիսկ մինչ հիմա սիրում եմ շատ, մինչև հիմա շատ սիրում եմ ու իրանք կարողացել են այդ ջերմությունը ու այդ հիշողությունները ինձ փոխանցեն, որ ես զգամ ամեն անգամ որ պատմում են ինչ-որ բան, ես միանգամից զգում եմ ու հենց ճիշտ է, ես էլ եմ պապայի ձայնով լսում այդ ամեն ինչը։ Որովհետև իրոք շատ տպավորիչ է ու շատ այսպես բնութագրում ու անկեղծ, երբ որ Արմիջը խոսում է, մի տեսակ ոնց որ իրոք Երևան, Թոխատյան, ինչ-որ տենց տարբերությունը այդքան մեծ չի։ Արտերկրում հաճախ գնում ես հյուրախաղերի։ Այո։ Ինչն է տարբերությունը անկեղծ այնտեղ խաղալու եւ այստեղ խաղալու։ Թե էներգետիկան, թե զգացողությունը եւ նաեւ Երևանյան հանդիսատես։ Նաեւ հանդիսատեսի ջերմությունը։ Չեմ կարող հանդիսատեսի ջերմությունը առանձնացնել, որ Երևան քաղաքի հանդիսատեսը այլ ջերմություն է տալիս։ Յուրաքանչյուր հանդիսատես ունի իր ուրույն ջերմությունը, որը էլի շատ տաք է։ Բայց պարզապես կարող եմ ասել, որ ուր էլ գնում եմ իմը չի։ Միացած ուրիշ բան կա, որը ներսիդ հետ է ինքը չի տաքանում լավ ներսս։ Կարող է շատ ու շատ սիրուն քաղաքներ գնամ, շատ ու շատ լավ վայրեր այցելեմ, բայց այն ջերմությունը, այն տաքուկությունը, որը ունես սրտի մի անկյունում, այդ մենակ զգում եմ այստեղ։ Լիարժեք սիրահարվել ինձ թվում է կարելի է միմիայն Երևան քաղաքում։ Կամ մի քիչ երևի թե սխալ է ասել Երևան քաղաքում, յուրաքանչյուրը որտեղ երևի թե ծնվել է ու արել է իր քայլերը։ Չէ, հիմա յուրաքանչյուրը կարող է ասի, որ մեկը Գյումրու մասին կարող է ներկայացնի, մյուսը Կապանի, բայց մենք քանի որ Երևանում ենք ծնվել ու այսօր մեր Երևանը։ Ես խոսում եմ իմ էմոցիաների մասին, կարծում եմ, որ յուրաքանչյուր բան կախված է մանկությունից, այսինքն այդ մանկությունը թելով կապված գալիս է քեզ հետ ամբողջ կյանքիդ ընթացքում եւ ինչքան երկար ես պահում քո մեջ մանկությունը, այնքան ավելի ջերմ է դառնում ապրելը։ Լավ սիրահարվելը ավելի հավես է լինում։ Այդ հավես բառը մեկը օգտագործեցի։ Շատ լավ արեցի։ Անընդհատ ուզում էի չօգտագործել։ Չէ, բայց շատ հավես ես ասում դու հավես բառը։ Հիմա մենք մի քիչ ավելի sense դեպի տխրության դաշտ ենք գնացել, բայց ասեմ, որ չէ, ճիշտ ես ասում, Երևան քաղաքը ունի մի հատ sense հավես vibe, որը ամեն օր քեզ ստիպում է ստեղծագործել, արարել, ինքը ունի կապրիզնին հայերեն ոնց է կամակոր։ Ինքը շատ կամակոր քաղաք է, ունի բնավորություն։ Դու պետք է կարողանաս իր բնավորությամբ շարժվել։ Ու յուրաքանչյուր փողոց էլ ունի իր բնավորությունը։ Այսինքն հստակ դու չես կարող Մաշտոցի պուրակով քայլել այնպես, լուրջ եմ ասում, ինչպես քայլում ես Սարյան փողոցով, որտեվ հենց մտնում ես Սարյան փողոց, ինքը տալիս է իր տրամադրությունը, դու այդտեղ ուրիշ մարդ ես դառնում։ Դու քո եսի մեկ այլ տեսակն ես օգտագործում։ Այդ առումով կարող եմ ասել Երևանը բազմաշերտ է, բազմաժանր է։ Յուրաքանչյուրը կարող է գտնել իր ընկերական շրջապատը։ Յուրաքանչյուրի համար Երևանը տարբեր է, սիրուն է, Իրանն է։ Հիմա իմ Երևանը ինձ համար իմ ընկերներն են, իմ ընտանիքն է, իմ այն միջավայրը, որտեղ ես անդադար, դե ընտանիք ասված է, աղջիկն էլ է դրա մեջ մտնում, քանի դեռ չես կազմել քո ուրույն ընտանիքը, այդ ժամանակ արդեն կասեմ։ Հա, տենց։ Շատ գեղեցիկ։ Անդրադառնանք Լիլիթին։ Դու նոր ես անում քո մասնագիտական քայլերը եւ ինչպես ես պատկերացնում քո ապագան եւ ամենակարևորը որտեղ ես պատկերացնում քո ծնողների պես պատրաստվում ես մնալ Երևանում թե այլ պլաններ ունես։ Այնքան ուրիշ տեղ չեմ պատկերացրել երբեք, նույնիսկ մտքիս ծայրով անգամ չի անցել, շատ սիրում եմ շրջագայել, գնալ տարբեր երկրներ տեսնել, բայց միևնույնն է այդ հետ գալու ցանկությունը միշտ կա, որ գամ տուն հանգստանամ, իսկ այդ տունը հենց Երևանն է։
Դրա համար չեմ միշտ պատկերացրել եմ ապագան, ներկան ու անցյալը հիշում եմ միշտ Երևանում։ Չեմ թողնում անցյալը մոռանա, որովհետև անդադար պատմություններ ենք տանը պատմում ենք իրար ու ինքն էլ ներկա է ու արդեն ունի էմոցիոնալ հիշողություն անցյալի հետ կապված։ Ինչ հաճելի երեկոներ են, չէ, երբ որ ասենք տանը ծնողները խոսան Լիլիթի ու պատմեն իրենց հուշերը կամ Երևանի մասին, կարելի նստել այսպես լսել։ Այդ ժամանակ մի բան նկարի էլի, թաքուն։ Հա, նկարում ես։ Միշտ մտածում եմ նկարեմ ամեն անգամ, հա։ Ուղղակի արխիվի համար այսպես թաքուն։ Համեցեք մեր տուն, մեր տանը։ Սիրով, շատ շնորհակալություն։ Բայց եկեք պատկերացնենք այ մեր տուն, հիմա զբոսաշրջիկներ են լիքը եկել, շատ զբոսաշրջիկներ են եկել։ Ու այդ պատասխանատվությունը էլ չգիտես ինչի ձեր կողմնա, ձեր ուսերին է դրված, որ դուք պետք է ներկայացնեք մեր Երևանը։ Ինչպես կներկայացնեք եւ ինչ կներկայացնեք, ուր կտանեիք, ինչ կպատմեիք Երևանի մասին։ Ինչպիսի զբոսավար եք դուք։ Ինչպիսի զբոսավար կլինեիք դուք։ Ես կարող եմ միանգամից ձեռքերս վեր բարձրացնել ու այդ պատասխանատվությունը ստանձնել Հրանտին։ Ֆանտաստիկ գիծ կլինի։ Հրաշալի զբոսավար է։ Ինքը կարողանում է այնպես ներկայացնել մեր քաղաքը, որ օտարազգիները սիրառում են մտածում են դա իրենց հայրենիքն է։ Այստեղ են ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Նույնիսկ մի դեպք կա Ռեզո Գիգինիշվիլին, այնպես է ներկայացրել Երևանը, որ նովելներ էր նկարում, երբեք չէր մտածել, որ Երևանին պետք է անդրադարձ կատարի, այսինքն Հայաստանին։ Ինքը մի նովելը նվիրեց հենց Հայաստանին, հենց հատուկ Հրանտի այդ պատմածից ոգեշնչված։ Ու լուրջ ինքը մի քիչ մտածում է, որ կարող է ինչ-որ միտեղ հայ է։ Հիմա փորփրում է, էլի։ Դասականին հասնենք։ Դասական հարցին ենք անցնում, մենք բոլոր հյուրերին այսօրվա մեր տալիս ենք այս հարցը։ Խնդրում ենք 3 բառով նկարագրել Երևանը։ Ես երևի թե նկարագրեցի արդեն, չէ, երևի կամակոր, հա, բազմաբնույթ, բազմաշերտ եւ բնավորություն ունեցող, ինձ համար այդպեսին է։ Շատ լավ, շատ հետաքրքիր յուրահատուկ նկարագրություն էր։ Գրկաբաց, աղմկոտ ու ստեղծագործ։ Հա, ստեղծագործել է։ Շատ գեղեցիկ բնութագրում էր։ Վերջի հարց որպես դիտարկենք, ձեր մաղթանքը, բարեմաղթանքը մեր սիրելի հայրենակիցներին, մեր երևանցիներին, Երևանը սիրող յուրաքանչյուր Մենք հենց սիրող խոստովանություն Երևան քաղաքում ներկայացման մեջ ունենք մի շատ սիրուն խոսք, որը հենց գրել է Արա Երնջակյանը, երևի թե փորձեմ վերարտադրել դա, որ գիտեք, եթե յուրաքանչյուրս մեզնից տա ընդամենը 1 կալորիա ջերմություն մեր քաղաքին, էլ կարիք չի լինի ձմեռվա այդ ցրտին վառելու վառարանները եւ հագնելու տաք մուշտակներ։ Յուրաքանչյուրս պիտի տա այդ մի կալորիա ջերմությունը, որպեսզի մեր քաղաքը ել ավելի ջերմանա, որովհետեւ ինքը սպասում է մեր ջերմությանը, որ ինքը եռակին վերադարձնի մեզ։ Շատ կարևոր խոսք էր։ Հաստատ, մի կալորիա, ընդամենը 1 Ընդամենը։ Լիլիթ։ Ես այս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ իմ սերը դեպի Երևան այնքան սենց ներքին է, որ ես երևի դրա համար բառերով շատ չեմ կարողանում արտահայտել, որովհետև ճիշտ բառերը չեմ գտնում, որ այդ ներքին այդ զգացողությունը կարողանամ դուրս բերել։ Ուզում եմ, որ բոլորը իրոք զգան այդ ու սենց խորանան Երևանի մեջ ամեն անկյունը ուսումնասիրեն, որովհետև այնքան հետաքրքիր է, որ սենց գլոբալ նայում ենք, շատ սիրուն քաղաք է, բայց որ խորանում ես այդ փոքրիկ դետալները նկատում ես, այնքան հետաքրքիր է, լուրջ։ Ամեն մի անկյունը ինչ որ ուրիշ էմոցիա է տալիս, ուրիշ սեր է միանգամից, սերը ավելանում է քիչ-քիչ, ինչքան սկսում ես ավելի շատ ուսումնասիրել։ Սերը որ միշտ ավելանա ու երբևէ չպակասի։ Չպակասի, հա։ Շատ շնորհակալություն ձեզ, շատ անմիջական ու ջերմ զրույցի համար։ Շնորհակալ ենք շատ։ Բայց ամեն դեպքում մենք չթախծեցինք, մենք ուրախ հիշեցինք Երևանը, չէ՞, ինչ ուրախ խոսեցինք, ջերմություն տվեց մեզ, ջերմացրեց։ Նաև ջերմացրեցիք դուք ձեր դրական էներգիայով։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում, ու եթե դեմ չեք, մի հետաքրքիր գեղեցիկ ստեղծագործություն միասին վայելենք Երևանի մասին։ Մեծ սիրով։ Սիրով, երաժշտական դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։